Սիրելի իմ ժողովրդին ուզում եմ ընդհանրապես ուզում եմ իմ կարծիքը հայտնել որպես հայ, որպես մարդ ու ոչ մի կերպ չեմ կարող, մինչև օրս չեմ կարող, երկար ժամանակահատված արդեն անցել է, ամբողջ խոսքս վերաբերում է ամսի 12-ի գիշերը կատարվածի դեպքերին ու ես հակված չեմ, ընդհանրապես հակված չեմ այն մտքին, որ այս ամեն ինչը կատարվել է մի հոգու ձեռքով։ Շատ շատերին կարող է հիմա հարց առաջանալ, թե ասենք ինքը իրանց ինչ անեկացնում, որ հիմա ելույթ է ունենում, բայց ես ուզում եմ, ասենք կոմենտներ են գրում, կոմենտներին պատասխանում, մենք սկսում եմ շփվել մեր ժողովրդի հետ ու կուզեի հիմա այս ձևով շփվել ու շատ տարօրինակ է մեր ժողովրդի մի մասի կարծիքը, որ նրանք խաղան պետք հանել, պետք է հանենք ցցին յուրաքանչյուր լենականցի պետք է քարով խփի եւ այլն, ես ձեր էմոցիաները հասկանում եմ, որպես մարդ, որպես նամանավանդ Գյումրի ներկայացուցիչ, մարդիկ, որոնք իրանք ճանաչել են, մարդիկ, որոնք իրենց հետ միգուցե հենց այդ օրներ հետ միասին զրուցել են ու առավոտյան վեր են տենում, որ այդ տվյալ մարդը չկա ու ինչի համար ոչ մեկը չեն կարող հասկանալ։ Հիմա իմ ամեն ընդհանուր ասեմ ձեզ, ինչ եմ ես մտածում, որպես սովորական մարդ, ես ինքս իրավաբան չեմ, լրագրող չեմ, բայց ունեմ իմ անձնական կարծիքը եւ որ թվում է, որ շատերին կհետաքրքրի։ Նախ առաջին հերթին ես չեմ մտածում, որ կարող է զինվորը, նամանավանդ 18 տարեկան զինվոր, որը ընդհանրապես Հայաստանի Հանրապետության տեղանքները չի կարա այդքան մանրամասնորեն իմանալ, ոնց եղավ, որ ինքը մտավ այդ բազմամարդ ընտանիք, որտեղ գոյություն ունի 3 տիպի սերունդ, այսինքն եղել են 50-ից մինչև 60, երևի եթե չեմ սխալվում, թող լինի 50-ից մինչև 60 տարեկի մարդուկի, դրանից հետո 35-ից 24-ից մինչև 30 ու այդ փոքր երեխեքը, որը եղել է մեկը 2 տարեկան, մի տարեկան 8 ամսեկան ինչքան, մեկը եղել է 6 ամսեկան, այսինքն 3 սերունդ ինքը միանգամից վերացնում է։ Սա արդեն բերում է այն փաստին, որ սա արդեն ի սկզբանե եղել է ծրագրավորած, որ տուն պետք է մտնեն, որտեղ պետք է ելնե, որտեղ պետք է գնա այդ անձնավորությունը կամ այդ մարդիկ, ես նորից եմ ասում, ես հակված եմ շատ մարդկանց վրա, ոչ թե մեկի, ու ես չեմ հավատում այն փաստին, որ ինքը մենակ է եղել եւ ասում եմ ինչու չեմ հավատում։ Ես փաստերը վերեմ այսպես։ Օրինակ, ջուր ուզելու պատճառ, նախ ինքը այնց պատճառաբանություն է բերում, որ ինքը անգամ չի հավատում։ Եթե այսպես մի հատ խոսք ասում է, եթե դու մի բանի չես հավատում, սուտ ասելուց են դեպի սուտ ասա, որ ինքդ հավատաս, որ կարողանա դիմացին ես հավատալ։ Իրա ասած պատճառաբանությունը բացարձակապես նման չի այն արածին, որը որ կարա արդարացնի կամ ինչ-որ մի ձևով կարա ուղեղին հասու լինի, թե ինչի համար է արել։ Ու սկսենք ես նրանց, որ գիշերով է մտնում, ավտոմատով կրակում է, 5 հոգու ավտոմատով, ու ոչ մեկ կողմից մենք ես բազմիցս շատ ուշադիր հետևում եմ այդ ամբողջ process-ին, այդ ամբողջ ընթացքին ու չեմ կարող հասկանալ մենակ մի բան, կողքի տներից ոչ մեկ չլսեց, այդ մեկ, երկրորդ, այդ ոնց եղավ, այդ 5 հոգուն սպանել, այն փոքր երեխուն սպանեց, այն մեկին էլ սպանեց, որովհետև անընդհատ այդ երեխան մի քանի օր, ասեք մի շաբաթ պայքարեց իր կյանքի համար ու արհեստական շրջառություն էր, արհեստական շրջառությունով աշխատացնել մարդ օրգանիզմը, դա դեռ ինչ անել, որ երեխայի մոտ ամեն ինչ նորմալ էր եղել։ Հիմա ես չեմ կարող հասկանալ մենակ այդ փաստը, ոնց կարող է մտնի 7 հոգուն սպանեց։ Այո, ես շեշտում եմ սպանեց հենց 7-րդին էլ, որովհետև իսկ բանը երեխան նորմալ չի եղել։ 7 հոգու սպանել։ Ուներ ժամանակ բավականին, հանեց իր շորերը, փոխվեց, իր զենքը թողած, այդ ամեն ինչը աներ ու ինքը շատ սիրուն գնաց հասնել մինչև Թուրքիայի սահման, որտեղ որ իրան ձերբակալում են ըստ գրածի ինչ-որ գյուղացի տղա, որի գյուղացի տղաների ռուս սահմանապահները գալուց են վերցնում են և տանում են։ Մի խոսքով, ես հիմա չեմ կարող, ես դա իմ ուղեղը չի կարող ընկալի, ոչ մի կերպ ես չեմ հավատում այս ամեն ինչին, որ նա արել է մենակ։ Ես հակված եմ ավելի շատ սա խմբի, խումբ ու անգամ մտածում եմ, որ այս տղեն ընդհանրապես կապ չունի, որովհետև սրանց արկել են գործիք, ընդհանրապես գործիք ես տենց եմ մտածում։ Գործիք, որին բերել են այդտեղ, որ ինչու գործիք։
որովհետև յուրաքանչյուր մարդ եթե անում է հանցագործություն, առաջին հերթին ուզում է իր հանցագործությունը պահի, աղվեսը որ աղվես է, իր հետքերը պոչով մաքրում է, աղվեսը որ աղվես է, ինչի մասին կարող խոսքնի, եթե ինքը այդքան բուրըն, այդպիսի տես ինչ-որ սադիստական բաների ընդունակ անձնավորություն է մարդը, որը կարող այդքան բանն անի, նա հաստատ ոչ չորերը կթողա, ոչ ավտոմատը, ոչ իր անունազգանունով բաժինկեկը, այսի արդեն սկսում է խոսալ նրա մասին, որ էդի ինքը չի, իր վրա ինչ-որ ստացել են, հիմա ես որպես հայ, որպես մարդ, ինձ ավելի շատ հուզում է գտնել իրականին, ամբողջ Գյումրին ես ուզում եմ դիմեմ բոլոր ժողովրդին, նրանց ովքեր ունեն էմոցիաներ, ես ինքս մեծ ցավ եմ ապրել, հավատացեք, շատ մեծ ցավ ու միջև հիմա էլ ապրում եմ, սա ունեցավ իր արմատները, սա մի հատ ցավ է, որ մխրճվել է յուրաքանչյուրից մեջ ու ոնց որ տարի արմատն է, որ երկար ինչքան ժամանակ անցկանում, արմատներն ավելի խորն է այդում, ավելի խոր ու ավելի մեծ, ավելի շատ է սկսում այդ ծառի դունը հասկանալ ու ավելի դժվարանում է հասկանալ, թե ինչի համար։ Հիմա այս ինչ որ եղավ, ես համեմատում եմ դրա հետ։ Ու նորից եմ կրկնում, սիրելի իմ ժողովրդին, սիրելի իմ մարդկանց, ովքեր փորձում են կոմենտարներ են գրում, ես արդեն շատ-շատերի հետ եմ գրվել, շատերն են արդեն ճանաչում ինձ, ոնց որ ես մի քանիսի արդեն ճանաչվել, որոնք որ հետաքրքրված են այս ամեն ինչով ու ես մտածում եմ յուրաքանչյուր խիղճ ունեցող մարդ հետաքրքրված է անպայման այս ամեն ինչով։ Կարող է չի գրում, կարող է իր մտքերը չի արտահայտում, ասենք սայթերում եւ այլն, բայց յուրաքանչյուրից էլ հետաքրքիր է։ Դրա համար ժողովուրդ ջան, իմ այս ամբողջ ասած իմաստը որն է, որ ես խնդրում եմ ձեզ բոլորից, էմոցիաներով չշարժվել ու չմտածել, որ հանել ցցին, կախաղան տալ, չեմ մանում, յուրաքանչյուրս մտածեք ու մտածեք մենակ մի բանի վրա։ Մեծ կարևոր չի, որ նրան սպանեն, մեծ կարևոր է իմանալ իրականությունը։ Եթե դուք նայել եք այս վերջի փաստաբանները, որ նկարել են ինքը ինչպիսի ձևով իրան պահում, ինչ դեմք է ընդհանրապես ընդունել, ինչ թվում է, որ զոմբիացած է, ոնց որ ինչ-որ դոզի տակ է, որ նրան հիմա ինչ ասեն, նա ինքը կասի հա, ինչ խոսան ինքը կասի հա։ Ես մեկ էլ մի փաստի վրա եմ ուզում, մի քիչ ուշադրություն դարձնել, ինչ է նշանակում հայերը ռուսներից վախում են կամ հայերը չեն կարողանում ըմբռնել իրական, ասենք, իրավիճակը։ Ինչ կապ ունի տվյալ մարդը ռուսա կամ ինչ կապ ունի, որ Ռուսաստանը այստեղ ունի բազաներ, եթե Ռուսաստանը ունի բազաներ, ուրեմն թույլատրվում է, որ ամեն ինչ անի, ես հակված չեմ, որ սա ինչ որ Ռուսաստանը ուզում է նմանատիպ բան լինի, էդի հաստատ ես համոզված եմ դրան, որ չէր ուզում, ուղղակիորեն դժվար չէ միանգամից հանձնելը։ Պարզապես իրանց էլ է հետաքրքիր սա եւ շատ հնարավոր է արդեն դիտել, ես չեմ մտածում, որ չեն կարա իմանալ։ Ուղղակի ես բոլորիդ խնդրում եմ շատ ուշադիր եղեք լուրերին, ես դա գրել եմ, հիմա նորից եմ կրկնում, ուշադիր եղեք լուրերին, որովհետև յուրաքանչյուր խելացի մարդ մի բառից անգամ կարող է իրականությունը բացահայտել, թեկուզ ինքը իր ներսում։ Կարող է լրիվ ուրիշ բան ասեն, բայց դուք այնտեղ մարդկային էմոցիան, խոսակցությունը, այնպիսի մի բան է, այնպիսի մի իրավիճակ կարող ստեղծի, որ խելացի մարդ կարող հասկանա, թե ընդհանուր այս ամեն ինչը, որտեղ է թաքնված եւ ինչի համար։ Դրա համար ուզում եմ մեր ամբողջ ժողովրդին համբերություն եմ մաղթում, ինքս ինձ եմ համբերություն մաղթում, ուզում եմ բոլորիդ նա ցավակցել, որովհետեւ դա նաեւ իմ ցավն է, բոլորիս ցավն է, մի ամբողջ ընտանիք ու անմեղ ընտանիք։ Ու մեր ամբողջ ժողովրդի միակ նպատակը ու միակ առաքինությունը պետք է լինի նա, որ իրականը բացահայտենք, ոչ թե Պերմյակովին թթին հանձնեն կամ Պերմյակովին կախաղան հանեն, չէ, դա արդեն հարցի լուծում չի։ Դրանով մենք ոչ մի բան չհասկացանք, ոչ իմացանք ինչու, ով, ո՞ր է պատճառը, դրանով ոչ մի հարց չլուծվեց։ Դրա համար ես բոլորից շատ խնդրում եմ, որպես հայ մարդ, որպես շատ սովորական միանձնավորություն, ես բոլորիդ կոչ եմ անում, որ զինվենք բոլորիս համբերությամբ եւ ընդհանրապես սպասենք։ Ես բոլորից շատ եմ սիրում, որպես հայ։